Պենսիլվանիայի հարավում ողբերգություն կրակոցների հետևանքով զոհվել են 3 ոստիկան։ Սպիտակ տան մոտ ամերիկյան դրոշն այրած բանակի վետերանին դաշնային մեղադրանք է առաջադրվել։ ABC-ն անորոշ ժամանակով դադարեցրել է Ջիմի Քիմելի շոուն Չարլի Քրքի սպանության մասին խոսքերի պատճառով։ Հակապատվաստումային քաղաքականությունը վտանգի տակ է դնում հանրային առողջությունը, նախկին CDC ղեկավար Սյուզան Մոնարեզը ահազանգում է։ Կալիֆորնիան, Օրեգոնը, Վաշինգտոնը և Հավային ներկայացրել են պատվաստումների նոր առաջարկություններ։ FBI տնօրեն Քաշփաթելը կոնգրեսում կրկին քննադատության է ենթարկվում, այսօր արդեն Ջեֆրի Էփստեյնի գործով։ Վինձորում կայացել է Դոնալդ Թրամփի պետական այցի հանդիսավոր ընթրիքը թագավոր Չարլզ III-ի ու Միացյալ Նահանգների նախագահի ելույթները րոպեներ անց։ Այս և մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի ժամն է US Armedia-ի YouTube-յան ալիքում։ Եվ առաջին լուրը ԱՄՆ-ի Պենսիլվանիայի հարավում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ, կրակոցների հետևանքով զոհվել են 3 ոստիկան, ևս 2-ը վիրավորվել են, իսկ հրաձիգը սպանվել է ոստիկանների կողմից։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ ոստիկանները տեղում էին նախորդ օրը սկսված ընտանեկան կոնֆլիկտի հետ կապված հետաքննությունը շարունակելու համար։ Նահանգապետ Ջոշ Շապիրոն ցավակցություն հայտնելով ասել է. «Մենք սգում ենք 3 թանկ կյանքի կորուստը, ովքեր ծառայել են այս շրջանին, այս նահանգին և այս երկրին։ Այսպիսի բռնությունը անթույլատրելի է։ Դեպքը տեղի է ունեցել Նորթ Կոդուրուս Թաունշիփում, Ֆիլադելֆիայից մոտ 185 կիլոմետր արևմուտք, Մերիլենդի սահմանի մոտ»։ Պենսիլվանիայի պետական ոստիկանության կոմիսար Քրիստոֆեր Փարիսը մամուլի ասուլիսում հայտարարել է. «Վիշտը անտանելի կլինի, բայց մենք այն կհաղթահարենք։ Մենք հանգիստ չենք լինի, քանի դեռ լիարժեք և արդար հետաքննություն չենք իրականացրել»։ Յորք հոսպիտալը հաստատել է, որ բուժում է 2 ծանր վիրավորի և ուժեղացրել է անվտանգության ռեժիմը։ Միջադեպի մանրամասները դեռևս չեն հրապարակվում հետաքննության գաղտնիության պատճառով։ Միջադեպի պատճառով տեղի դպրոցներից մեկում ժամանակավոր տրվել էր մնալ տեղում հրանք, սակայն այն ավելի ուշ հանվել է։ ԱՄՆ բանակի վետերան Ջոն Քերին մեղադրանք է առաջադրվել դաշնային մակարդակով այն բանից հետո, երբ նա Սպիտակ տան հարևանությամբ գտնվող Լաֆայեթի զբոսայգում այրել էր Ամերիկայի դրոշը բողոքելով նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գործադիր հրամանի դեմ։ 54-ամյա Քերին 1989-ից 2012 թվականներին ծառայել է ու մասնակցել Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներին։ Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե հենց դրոշի այրման, այլ ոչ թույլատրելի վայրում կրակ վառելու և կրակ վառելու հետևանքով պետական գույքին կամ զբոսայգու ռեսուրսներին վնաս պատճառելու համար։ Գլխավոր դատավոր Ջեյմս Բոասբերգը նրա պաշտպաններին ժամանակ է տվել մինչև հոկտեմբերի 17-ը ներկայացնելու դիմում գործը սահմանադրության հիման վրա կառչելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին։ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպի նախօրեին Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որով հանձնարարել էր Արդարադատության նախարարությանը հետաքննել և քրեական գործ հարուցել դրոշ այրողների դեմ։ Թրամփն ասել էր. «Դու այրում ես դրոշը 1 տարի բանտ, ոչ 10 տարի, ոչ էլ 1 ամիս, 1 տարի և այն մնում է քո դատական գրառման մեջ»։ Գերագույն դատարանը վաղուց արդեն որոշել է, որ դրոշի այրումը սահմանադրությամբ պաշտպանված քաղաքական արտահայտման ձև է։ Թրամփի հրամանն էլ պնդում է, որ այն կարող է պատժվել, եթե կոչ է անում անմիջական ապօրինի գործողությունների։ ABC-ն անորոշ ժամանակով դադարեցրել է Ջիմի Քիմելի Late Night Show հաղորդումը, քանի որ հաղորդավարը իր վերջին ելույթներում մեկնաբանել էր Չարլի Քրքի սպանությունը։ Քիմելը երկուշաբթի և երեքշաբթի ասել էր. «MAGA ճամբարում շատերն են ջանում օգտվել Չարլի Քրքի սպանությունից քաղաքական միավորներ հավաքելու համար»։ Նա նաև քննադատել էր Դոնալդ Թրամփի արձագանքը, համեմատելով այն բանի հետ, թե ինչպես է 4-ամյա երեխան վիշտ ապրում ոսկե ձկնիկի մահվան դեպքում։ Nexstar Communication Group-ը, որը ղեկավարում է 23 ABC-ի տեղական ալիքներ, հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել շոուի հեռարձակումը, իսկ ընկերության ղեկավար Էնդրյու Ալֆորդը հայտարարել է, որ Քիմիի խոսքերը վիրավորական և անզգայուն են երկրի քաղաքական մթնոլորտի այս կարևոր պահին։ Սպիտակ տանից Թեյլոր Բուդովիչը X-ում գրել է. «Բարի գարուստ, հետևանքների մշակույթ»։ Սովորական ամերիկացիներն այլևս չեն հանդուրժում նման անհետեցություն և ABC-ի նման ընկերությունները վերջապես անում են ճիշտ քայլը։
Միացյալ Նահանգների հանրային առողջապահական համակարգը շատ վտանգավոր ուղղությամբ է շարժվում։ Առողջապահության քարտուղար Ռոբերտ Քենեդի կրտսերի եւ նրա հակապատվաստումային խորհրդատուների վերահսկողության տակ։ Այս մասին Սենատում հայտարարել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Սյուզան Մոնարեզը, որը աշխատանքից հեռացվել էր ընդամենը 29 օր անց։ Մոնարեզը եւ CDC նախկին գլխավոր բժիշկ Դեբրա Հուրին պատմել են սենատորներին, որ Քենեդին եւ նրա քաղաքական խորհրդականները անտեսել են գիտական տվյալները, որոնք ապացուցում են պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Նրա բացահայտումները հարցականի տակ են դրել Քենեդիի խոստումը կիրառել ոսկե ստանդարտի գիտություն հանրային առողջապահական ուղեցույցների մշակման գործում։ Հատկապես վտանգավոր է համարվում այն հանգամանքը, որ Քենեդին կարող է փոխել երկրի երեխաների պատվաստումների պարտադիր գրաֆիկը։ Մոնարեզը զգուշացրել է, որ եթե առողջապահության քարտուղարի թիմը շարունակի իր հակապատվաստումային քարոզարշավը, ապա մահացու հիվանդություններ, օրինակ պոլիոմելիտը, կարող են նորից տարածվել։ Միևնույն ժամանակ որոշ հանրապետականներ պաշտպանել են Քենեդիին եւ կասկածի տակ դրել Մոնարեզի վկայությունները։ Մոնարեզի խոսքով Քենեդին իրենից պահանջել է, որ հրաժարական տա, եթե նա չհամաձայնի նոր պատվաստումների առաջարկվող փոփոխություններին։ Նա նաև պնդում է, որ Քենեդին արգելել է իրեն շփվել CDC-ի գիտնականների եւ նույնիսկ սենատորների հետ։ Քենեդին սակայն հերքում է մեղադրանքները, նշելով, թե Մոնարեզը անվստահելի մարդ է։ Նրա կողմնակից սենատորները նույնիսկ պնդել են, որ վերջին հանդիպումը ձայնագրված է եղել, թեև ավելի ուշ պարզվել է նման ձայնագրություն գոյություն չունի։ Հինգշաբթի Ատլանտայում կսկսվի CDC-ի պատվաստումների խորհրդատվական խմբի երկօրյա նիստը, որտեղ քննարկվելու են COVID-19-ի, հեպատիտ B-ի եւ համակցված MMR ջրծաղիկ պատվաստանյութերի հարցերը։ Նիստի արդյունքներից հետո նոր առաջարկները պետք է հաստատվեն CDC-ի ղեկավարի կողմից։ Մոնարեզն ընդգծել է. «Ես շատ անհանգստացած եմ առաջիկա քննարկման համար»։ Հարգելի հետևորդներ, կարևոր է բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութերը, սա այն անհրաժեշտ տարրերն են, որի շնորհիվ կապահովի մեր կայուն զարգացումը, կանխավ, շնորհակալություն։ Եվ շարունակելով նույն թեման, այսօր Կալիֆոռնիան, Օրեգոնը, Վաշինգտոնը եւ Հավային միասին հայտարարել են նոր առաջարկություններ սեզոնային շնչառական վիրուսների դեմ պատվաստումների վերաբերյալ, ընդգծելով, որ Թրամփի վարչակազմը վտանգում է հանրային առողջությունը, քաղաքականացնելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի CDC-ի աշխատանքը։ Այս նահանգները ձևավորել էին արևմտյան առողջապահական դաշինք, որի նպատակն է հակազդել դաշնային առողջապահական մարմինների քաղաքական զենքի վերացմանը եւ պաշտպանել պատվաստումների հասանելիությունը։ Դաշինքի հայտարարության մեջ նշվում է. այս քայլերը քանդում են անկախ գիտության վրա հիմնված վերահսկողությունը եւ քաղաքականություն են ներարկում այն որոշումների մեջ, որոնք պաշտպանում են ամերիկացիների առողջությունը, թույլատնելով CDC-ի հեղինակությունն այն պահին, երբ վստահությունն ու հստակությունը առավել քան երբևէ անհրաժեշտ են։ Առաջարկությունների մեջ ընդգրկված է բոլոր 6 ամսականից բարձր անձանց պատվաստում գրիպի դեմ, բոլոր նորածինների պաշտպանություն RSV-ի դեմ, COVID պատվաստանյութ ստանալը 6-ից 23 ամսական երեխաների համար, 65-ից բարձր բոլոր մեծահասակների եւ մինչեւ 65 տարեկան ռիսկի խմբում գտնվողների ու նրանց շրջապատի համար, հղիների կամ հղիություն պլանավորողների եւ բոլորի, ովքեր ցանկանում են պաշտպանվել։ Դաշնային մակարդակում իրապես իրավիճակը լարված է։ Առողջապահության քարտուղար Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը երկար տարիներ հանդես է եկել հակապատվաստումային հայտարարություններով, այս տարվա սկզբին աշխատանքից ազատեց միանգամից CDC-ի պատվաստումների խորհրդատվական ամբողջ 17 հոգանոց խորհուրդը ու փոխարինեց այն հակապատվաստումային ձայներ ունեցող մասնագետներով։ FBI տնօրեն Քաշպատելը երկրորդ օրն է կոնգրեսում պատասխանում է դեմոկրատների կոշտ հարցերին, որոնք կապված էին արդեն այսօր Ջեֆրի Էփստեյնի գործի փաստաթղթերի թափանցիկության եւ Թրամփի վարչակազմի որոշումներից։ Հիմնական բախումը վերաբերում էր արդարադատության նախարարության հուլիսյան որոշմանը չհրապարակել Էփստեյնի գործի նոր փաստաթղթերը։ Դեմոկրատները հիշեցրել են Փաթելի նախորդ հայտարարությունները, որ FBI-ն ունի Էփստեյնի գրքույկը հաճախորդների անուններով։ Սակայն արդարադատության նախարարությունը վերջնականապես հայտարարել էր, որ նման ցուցակ գոյություն չունի։ Փաթելը պնդել է, որ FBI-ը հրապարակել է այն ամենը, ինչը թույլատրելի է, իսկ մյուս փաստաթղթերի չհրապարակումը միայն ու միայն պայմանավորված է դատարանների որոշումներով։ Միևնույն ժամանակ դեմոկրատ Ջարեդ Մոսկովիցի հարցին ի պատասխան Փաթելը համաձայնել է ուսումնասիրել այն փաստաթղթերը, որտեղ Թրամփի անունով ստորագրված նամակ է հայտնվել Էփստեյնի 50-ամյակի գրքում։ Թրամփն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էին, որ դա կեղծիք է։ Լսումը մի քանի անգամ վերածվել է աղմկոտ փոխհրաձգության։
Սոլվելը Փաթելի մեղադրել է համակարգը քաղաքականացնելու մեջ, ինչին Փաթելը պատասխանել է. «Քո ողջ կարիերան խայտառակություն է ամերիկացի ժողովրդի համար»։ Անդրադարձ է կատարվել Ռուսաստան հայտնի թեմային։ Փաթելը կրկին հայտարարել է, որ 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության քննությունը հսկայական սկանդալ էր։ Նա հաստատել է, որ FBI-ն էլ շարունակում է հիմա ուսումնասիրել այդ քննության ծագումը, ներառյալ մամուլի արտահոսքերը եւ փաստաթղթերի ոչնչացման դեպքերը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մինչև հոկտեմբեր Ուկրաինան կունենա շուրջ 3.5-ից 3.6 միլիարդ դոլար ամերիկյան զենք գնելու եւ Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Գումարը հավաքվում է Prioritize It Ukraine Requirements List ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից, բացառությամբ Միացյալ Նահանգների, եւ ուղղվում է ամերիկյան սպառազինություն, զինամթերք ու տեխնիկա գնելու նպատակով։ Զելենսկին չի հայտնել, թե ինչ զենքեր կներառեն առաջին մատակարարումները, բայց հաստատել է, որ դրանց մեջ հաստատ կլինեն Patriot Hope համակարգերի հրթիռներ եւ HIMARS հրթիռային համակարգերի զինամթերք։ Բացի ռազմական ծրագրերից Զելենսկին ներկայացրել է նաեւ նոր ներդրումային նախաձեռնություն։ ԱՄՆ-Ուկրաինա համատեղ հիմնադրամը, որը պետք է խթանի ներդրումները Ուկրաինայի հանքարդյունաբերական ոլորտում, կմեկնարկի $150 միլիոն սկզբնական կապիտալով։ Այն ներառում է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի 75 միլիոնը, իսկ Ուկրաինան կազմակերպի նույնքան փոխադարձ ներդրում։ Օրվա լուրերն ավարտենք ԱՄՆ նախագահի թագավորական ընդունելությամբ Վինձոր ամրոցում պետական ընթրիքի ժամանակ թագավոր Չարլզ III-ն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես են եկել փոխադարձ ելույթներով, ընդգծելով դարերով ձգվող բարեկամությունը։ Չարլզ III-ը իր տոնական խոսքում հիշեցրել է երկու երկրների պատմական դաշինքները սկսած անկախության պատերազմից մինչև երկու համաշխարհային պատերազմներում միասնական պայքարը։ Նա ասել է. «Այսօր մենք ունենք աշխարհի պատմության ամենամտերմիկ դաշնակցային հարաբերությունները։ Մեր ժողովուրդները կռվել են եւ զոհվել են միասին, ստեղծագործել եւ տոնել են միասին։ Մենք կանգնած ենք կողք կողքի պաշտպանելու ազատությունը»։ Թագավորը նաև հիշատակել է գիտության եւ մշակույթի համատեղ նվաճումները միջուկային հետազոտություններից մինչև ինտերնետի ստեղծումը։ Թրամփը իր հերթին այցը անվանել է իր կյանքի ամենամեծ պատիվներից մեկը։ Նա հատուկ ընդգծել է բրիտանական մշակութային ժառանգության եւ պետական կառավարման ավանդույթների ազդեցությունը ԱՄՆ-ի վրա։ Թրամփն ասել է. «Ամերիկացիների ու բրիտանացիների կապը անփոխարինելի է եւ անխախտ։ Միասին մենք մարդկության համար ավելի շատ բարիք ենք արել, քան որևէ այլ երկու երկիր պատմության մեջ»։ Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել թագավորին բնության պահպանման, մշակույթի ու վետերանների աջակցության ոլորտում նրա նախաձեռնությունների համար եւ կենաց բարձրացրել երկու մեծ երկրների եւ երկու մեծ բարեկամների համար։ Թե թագավորական գահից, թե Սպիտակ տան ղեկավարից հնչած խոսքերը նպատակ ունեին ցույց տալ, որ չնայած քաղաքական ու աշխարհաքաղաքական տարբերություններին, ԱՄՆ Մեծ Բրիտանիա հատուկ հարաբերությունները մնում են ամուր եւ կենսական։ Իսկ այսօրվա համար այսքանը, եթե դեռևս չեք դիտել կեսօրի եւ ժամը 4-ի թողարկումները, անպայման դիտեք, լուրերը չեն կրկնվում։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, առողջ եղեք։